Կայացավ Ալավերդի համայնքի ավականու հերթական նիստը։ Նիստի օրակարգում քննարկելու ու հաստատման համար քվեարկության էր դրված 3 հարց։ Առաջինը 2017 թվականի հունվարի 12-ի ավականու որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին էր։ Այստեղ խոսքը գնում է բնապահպանական վճարները, որ մենք ծրագիր ենք ներկայացրել, այնտեղ մի ծրագիրը մենք գրել ենք, որ պետք է կատարվի ֆոնդային գումարով, այսինքն սելավատարների մաքրման աշխատանքները, դերից պատասխան է եկել, որ այդ գումարը պետք է օգտագործվի որպես աշխատած, դրա համար վարչական։ Այսինքն մենք ֆոնդայինից այդ նույն գումարը հանում ենք, դնում ենք վարչական։ Օրակարգի երկրորդ հարցը քաղաքի տարբեր թաղամասերում խնդիրների ուսումնասիրման նպատակով համայնքի սեփականություն հանդիսացող համայնքապետի ծառայողական ավտոմեքենան, որը գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում եւ որպես այդպիսին այլևս չի ծառայում, ժամանակավոր անհետույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսությանը։ Այդ դեպքում, այսինքն համայնքապետը չի ունենում ծառայողական մեքենա։ Համայնքապետը sense տենես ծառայողական մեքենա չունի, համայնքապետը օգտագործում է իր անձնական մեքենան, այդ մեքենան ի վիճակի չի երկար ճանապարհ գնալու, տեխնիկական մաշվածությունը եւ այլն, հետո որպեսզի այդ մեքենան մեքենա դառնա, որ շատ մեծ ծախսապետ։ Դրա համար նպատակահարմար չէ այդ մեքենայի վրա 3-4 միլիոն ծախսանելը մեքենա սարքել, ընդ որում, էլի եմ ասում, արդեն 12 տարեկան մեքենա նպատակահարմար չի, որ են ծախսանել։ Ինչպես վերենշված երկու հարցերը, վերջին հարցը ևս ավականու անդամների միաձայն համաձայնությամբ որոշվեց, իսկ վերջին հարցի քննարկումով Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսության ՀՕԱԿ-ի տնօրեն նշանակվեց Սարգիս Կիրակոսյանը։ Նիստի ավարտին ավականու անդամները քննարկեցին նաև Ալավերդու դեպի Սանահին Սարահարթ թաղամաս տանող ճանապարհահատվածի կամրջի ծայրահեղ վիճակում գտնվելու ու քաղաքում թափառող շների հարցերը ևս, որոնց լուծման ուղղությամբ տարբեր առաջարկություններ ու կարծիքներ եղան։ Երեխեքը շենքից պատերստից դուրս են գալիս գործընթացը սկսված է, մենք թաղամաս ենք որոշել այն, գործարանի հետ գազի զոնան ենք որոշել անենք ու տենց թաղամաս գործընթացի մեջ է։ Լուսինե Փարսադանյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։